Իշխանությունը շատ ավելի մեծ խնդրով է անհանգստացած կուսակցության ընդհանուր գործունեության հետ կապված, այսինքն իրենք ֆիքսել են, որ այս վերջի առավել եւս մի քանի ամիսների ընթացքում ինչ ծավալներով է կուսակցությունը տարածվում, այսինքն բացում են տարածքային կառույցներ, տասնյակ համայնքներում, հրապարակային ուրեմն գործունեությունը, որը ավելի ենք ինտենսիվացնել անդադ եթերներով, խոսում ենք իշխանության խնդիրների մասին, մեր ծրագրերի մասին, այսինքն մարդիկ սկսում են տեսնել այլընտրանք։ Ու դրանով պայմանավորված իրենք փորձում են ուրեմն ճնշել ինչ-որ քայլեր իրականացնել, որովհետեւ չկարողանանք մեր քաղաքական գործունեությունը իրականացնել։ Տեսեք, մեզ ինչի մեջ կարան մեղադրեն, չեն կարող ասեն, չէ, այն միլիոնները, որ ունեն, չգիտեմ, կամ այն բիզնեսները, որ ունեն, որտեղից, այ որ իշխանության են, չեն կարող, չէ, մեղադրել։ Հետևաբար ինչ-որ մի բան պետքա գտնել, ուրեմն պետքա մի բան բերել, ոնց որ հասարակության մեջ ընդունված ասել, բերել գցել գրպաններս։ Հիմա հերթական փորձն է բերել մի բան գցել մեր գրպանը։ Բայց մենք քանի որ 5 տարի շարունակ այս իշխանության ռեպրեսիաների միջով անցնում ենք, այդ փորձ ունենք, այդ իմունիտետը ձեռք ենք բերել, մենք մեր գործունեությունը շարունակելու ենք։ Բոլորն էլ գիտեն, որ մոտ 6 ամսից ազգային ժողովի ընտրություններ է սպասվում երկրում, այս իշխանությունն էլ, քանի որ իր հանրային աջակցությունը շեշտակի ուրեմն կորցրել է, ունեն մի գործիք քաղաքական ռեպրեսիաներ ենթարկել ու ենթարկում են բնականաբար այն ամենաառաջնահերթը հայրենի կուսակցությանը եւ այլ ուժերի նույնպես բնական է։ Կարծիք կա, որ փորձում է Նիկոլ Փաշինյանը գնալ մոլդավական սցենարով եւ ընտրություններից առաջ հիմնական ընդդիմադիր ազդեցիկ ուժերին ըստ էության ճաղի հետ մասնակցել կհաջողի ու ինչ պետք է հակադրի ընդդիմությունը սրա։ Գիտեք, ու ոչ միայն դա կարծիք է, այլ նաեւ շատ ինտենսիվ, քանի որ ես հետևում եմ իշխանական քարոզչությանը, շատ ինտենսիվ այդ թեզը տարածում է իշխանական եւ մերձիշխանական շրջանակների կողմից, այսինքն հասարակական կարծիք է նախապատրաստում, հասարակությանը նախապատրաստում են միգուցե մտքում ունենալու նաև այդ սցենարը, բայց այս ֆորմատով մեզ նույնպես չեն կարող, հայրենի կուսակցությանը չեն կարող ուրեմն խոչընդոտել, որտեղ եթե նույն Մոլդովայում չէ ֆինանսավորման, արտաքին ֆինանսավորման ինչ-որ հիմքեր էին դրել, օլիգարխիկ, չէ, ինչ-որ հիմքեր էին դրել, մեզ այդտեղ էլ չեն կարող, որտեղ մենք չունենք արտաքին ֆինանսավորում, որ ասեն, այ գիտեք, օրինակ ոնց որ իրանք սիրում են ասել, ռուսները փող են տալիս կամ ամերիկացի կամ չգիտեմ, եվրոպացի կամ չգիտեմ ես իմով։ Այսինքն մեր դեպքում այս սցենարը չի աշխատելու, մեզ չեն կարողանալու, միգուցե լինեն ուժեր, փորձեն այդ սցենարը կիրառել նրանց հանդեպ։ Մեր պարագայում այսպիսի անընդհատ ուրեմն ճնշումներով փորձելու են խոչընդոտել, որ մեր գործունեությունը ավելի տարածվի։ Տեսեք, երբ որ խոսում ենք օրինակ նույն Խաչիկ Գալստյանի մասին, Խաչիկ Գալստյանը կուսակցության գլխավոր քարտուղարն է, մեծ աշխատանքի անում տարածքային կառույցների մասով։ Իրենք պատահական չի նաև որ ընտրել են Խաչիկ Գալստյանի տեխնացիությունը, որովհետեւ խոչընդոտեն ուրեմն մեր աշխատանքներին։ Երբ որ նայում ենք Արամ Քոչարյանի մասով մեր Վաղարշապատի նորաստեղծ կառույցի պատասխանատուն է Արամը, շատ ակտիվ նաև եկեղեցու պաշտպանն է, այստեղ նույնպես իրենք փորձում են երկու հարց լուծել, բայց կրկնում եմ, մենք այդ ճնշումների միջով անցել ենք, հիմա էլ ենք անցնում, հաղթահարելու ենք ու գնալու ենք առաջ։